Լսենք Քրիստոսի խոսքը. Մի վախնակ, այլ հավատացեք, եւ հավատքը պետք է կործի հանցնարության, նվիրումի, գեցվածքի ու միասնականության վերածենք։ Հայկական լեռնաշխարհի եւ Սուրյո միջև արգա հարաբերությունները հազարամյակներու պատմություն ունին։ Օդար եւ հայ աղբյուրներ միահամուր կվգայեն, թե մեծնդիկրան հասնելով մինչև Բաղեստին, կաչալերած է հայերու արտագաղթը թեպի գրավված երկիրներ, որոնց շարքին նաեւ Սուրիա։ Սուրիա Քրիստոսի առաջ 64 թվականին մինչև Քրիստոսի ետք 4-րդ դար դարձած է հռոմեական գայսրության նահանգները մեկը եւ Հայաստանի հետ մշակած է վաճառականական աշխուժ հարաբերություններ։ Մինչև 7-րդ դար Սուրիա մաս կազմած է բյուզանդական գայսրության, երբ մինչ այդ քրիստոնեության տարածման առաջին տարերուն Անդիոք ու Եթեսիա քրիստոնեական գրոնի ու մշակույթի իբրև կարևոր կետրոններ ներկայացած են, ուր բազմաթիվ հայ ուսանողներ իրենց ուսումը ստացած են։ Ըստ պատմական հավաստի տվյալներու հայկական առաջին քաղաքը թեպի Սուրիա դեղի ունեցած է 6-րդ դարուն Բարսից Խոսրով առաջին թագավորի օրով, երբ 539 թվին դիրելով Անդիոքի ու Եթեսիո անմեծ թիվով քաղաքականներ փոխադրած է այդ քաղաքները, ուր հայեր մեծամասնություն կազմած են։ 717-ին 727 դարիներուն դեպի Սուրիա հայերու երկրորդ քաղաքը հաստատող պատմական կարևոր վավերաթուղթերեն կհամարվի Ամիթի մետրոպոլիտ Մար Թեոնիսիոս Յակուբ Սալիբիի քրությունները մեկը, ուր իմիջի այլոց հիշած է, թե հայեր Սուրիա կալով դիրած են իրենց գյուղերուն, եկեղեցիներուն, վանքերուն եւ հետեւաբար Մար Աթանաս III պատրիարք հայոց Հովաննես Օծնեցի Գաթողիկոսեն հոգևորականներ խնդրած է հովվելու համար Սուրյո հայերը։ Իսկ 10-րդ տարուն Շուղրի շրջանի Գարմիր վանքը եղած է հոգևոր մշակութային մեծ կետրոնը։ Աբբասյան խալիֆայության շրջանին թեպի Սուրիա հայկական երրորդ քաղաքը իրականացած է 973-ին 992 դարիներուն եւ հայեր տարածված են Սուրյո արևմտյան շրջանները։ Կգարձվի, թե այդ օրերուն հայեր հաստատված են Արամո, Ղնեմիե, Յակուբիե, Լատակիա, Քեսաբ, Սուեդիա, Մուսալեր եւ շրջագայքի գյուղերը։ 10-րդ դարու երկրորդ կիսուն հայկական քաղաքները աճ արձանագրած են մոնգոլատատարական արշավանքներուն պատճառով եւ հայեր 1071-ին ինգած Բագրատունյանց թագավորության իշխող դասագարքին հետ քաղտած են Սուրիա, բացարձակ ներկայություն կազմելով հյուսիսային Սուրյո, Անդիոքի, Եթեսիո եւ Միջակետքի մեջ մինչև Բաղեստին։ 11-ին 13-րդ դարերուն գարավանային վաճառականությունը փուրն վերերկ ապրած է եւ ընդհանրապես Սուրյո ծովեզերյա քաղաքները տնտեսական նշանակալից զարգացում ունեցած են։ Անդիոք վերածված է արևդրական կարևոր կետրոնի, բահելով հանդերձ կրոնական, մշակութային նշանավոր օջախ մըլլալու հանգամանքները։ Համացայն Լորանի քաղաքին բնակչության մեծամասնությունը եղած են հայերն ու հույները, եւ հայոց խաչիկ առաջին Արշակունի Գաթողիկոսի կողմէ հիմնված եպիսկոպոսական աթոռը առաքելությունը շարունակած է մինչև 13-րդ դար, երբ Անդիոքի պատմական թիրքին անշքացումով Հալեբ դարձած է հայ համայնքի գլխավոր կետրոնը, ուր կազմավորված է Փարքավաճ քաղուտը։ Գարկմը հայկական աղբյուրներ կհիշեն, թե հայության թիվը Սուրյո, Հալեբի նահանգ եւ Լիբանանի մեջ 1870-ին 1890 դարիներուն գնահատված է մոտավորապես 85,000 հայերով։ Հայկական մեծակույն քաղաքները դեպի Սուրիա իրականացած են Օսմանյան գայսրության հալածանքներուն իբրև արդյունք 1876-ին, 1895-ին, 1809-ին եւ մանավանդ 1915-ի մեծ եղերնին ու հայկական Գիլիգյո աղետին 1922-ին ըստվարացնելով Սուրյո դարածքին հայության թիվը։ Սուրյո պատմական գլխավոր հայ քաղաքներն են Հալեբ, Դամասկոս եւ Լատակիա։
Բատմական քաղաքօջախներ եղած են Յակուբիե, Ղնեմիե, Արամոյի եւ Կեսաբի շրջանները եւս, ուր ներկայիս հայկական փոքր քաղաքներ իրենց գոյատևման պայքարը կմղեն։ Իսկ սուրյական ջեզիրեի հայկական քաղաքները Քամիշլի, Դերիկ, Մելկիե, Հասիչե, Ռասուլ Այն, Թել Աբիադ, Դերզոր եւ Ռակկա այս օրերու մարդկային ամենեն ահավոր ժամանակը գաբրին։ Արդարորեն Հալեբը հատկապես Փերիոթեմի դարածքին իր ասկային նկարագրով, մշակութային իր յանքով, ավանդաբահ այն քաղաքն է, որուն Անտաստանի մեջ ծառայող եկեղեցականը իսկապես կսկա, թե իր քրդինքը գտապի թաշտիմը վրա, որ անպայմանորեն պիտի արկասապերվի։ Բատմական դվյալներու համաձայն Փերիոթեմի ազգային առաջնորդարանը հաստատված է 1499-1500 թվականներուն։ 16-րդ դարու առաջին քառորդին առաջնորդարանը ընդարձակվելով ծառայած է իբրև Սիսի կաթողիկոսներու ժամանակավոր նստավայր ևս։ Մինչև 1970 թվական առաջնորդարանի շենքը գտնված է Սրբոց Քարաստից Մանգանց եկեղեցվո շրջապագին մեջ։ Հիշարժան է, թե 1922-ին, երբ Մեծիդանն Գիլիգյո դարակիր կաթողիկոս Սահակ II Խաբայան քանի միապաններով նախ աբաստանած է Բեյրութ եւ հետո Հալեբ, հոգևոր վարչական գործունեություններուն գետրոնադեղին եղած է սույն առաջնորդարանը։ Հալեբի շինարարական ծրագիրներու ընթացքը չեն կներ անչադել կամ հերացնել ժամանակի այդ դիրող շրջանեն, որովհետև 1970 թվականին սկսյալ զարթոնք ապրեցավ ողջ Սուրյան, որոշ ազատություններ սկսավ ժողովուրդ ունենալ եւ ինչու՞ չէ հնարավորություն դրվեցավ մեզ նաեւ մեր ծրագիրները իրագործելու հատկապես շինարարական եւ ասկային բնակավարներուն մեջ։ 1970-ին կառուցված է ներկայի արտիական շենքը, զոր ընդարձակված է 1988-89 թվականներուն։ Ազգային առաջնորդարանը ճակատագրական թեր ունեցած է 20-րդ դարու սկիզբը մեծ եղեռնի օրերուն, երբ Հալեբ քաղաքն ու շրջակայքը դարձած են դարակրյալ հայ ժողովրդին մեծակույն հավաքավայրը։ Սուրբ Քարաստից Մանգանց մայր եկեղեցվո շրջապագը գմնա աքսորավայր։ Նշենք, որ Փերիո հայոց թեմը 500 տարիներու ընթացքին ունեցած է 60 թեմագալ առաջնորդ սրբազան հայրեր։ 60-րդ սրբազան հայրը կհանդիսանա Քերաշնոր Դեր Սուրեն սրբազան arczepiskopos Քաթարոյան, իսկ 61-րդ առաջնորդ սրբազան հայրը ներկայիս Քերաշնոր Դեր Շահան սրբազան arczepiskopos Սարգիսյանը կհանդիսանա։ Փերիոթեմի նորակույն բատմության քեղեցիկ էջերեն էր նորին Սուրբ Օծություն Դեր Քարեկին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի եւ նորին Սուրբ Օծություն Դեր Արամ առաջին Մեծիդանն Գիլիգյո կաթողիկոսի շնորհապաշխ այցելությունը Հալեբ եւ Դերզոր 2001 թվականին։ Հալեբը իմ եկեղեցականի կյանքիս մեջ յուրահատուկ իր դեր ունեցավ։ Եվ ես ինքս փախտավոր կնկատեմ, որ որպես եկեղեցականի ծառայության թաշտ դրվեցավ ինձի Հալեբը իր շրջաններով այլ հասկացողությամբ ողջ Փերիոթեմը։ Եվ 28 տարիներու իմ ծառայությունս անթեղված կմնա իմ հոգիս մեջ անցյալի քացր շտակներով, թեփքերով, որոնք իսկապես հարստացած են իմ եկեղեցականի յանքս։ Նորքյուղը ծանոթ է
հալեվահույթյան որպես հայաոց շրջան, ուր մենք ունենք Սահակյան, Զավարյան, Մեսրոբյան, Կարեն Եփե ջեմարանը եւ այս 4 վարժարաններու շուրջ համախմբված հսկա հայության թիվը 6 դպրոց ունենք 2011-ին ադեն բարտավորվեցանք մեկը փակել վերջը բարտավորվեցանք մոտավորապես 5 շենքերեն 4-ը փակել մեկ շենքի մեջ ամփոփվել այլևս պատկերացուցեք շենքը վնասված է ապագիները չարտված են քրասեղաններ կան կանտված դարածներ անկորձածելի եղած են եւ արդեն 4-րդ տարվա մեջն ենք եւ այս 4-րդ տարվան քոնը 3 տարին հալեբը մնայուն կանտոններու եւ գշարունակվի դժբախտաբար կանտոնները այրիթ ներկայացավ հատկապես ասկային վարչության հիմնական նպատակը այն եղավ որ այս 4 դպրոցներու շրջապատը բարձրացնել այնպիսի շենքեր, որովհետեւ հայությամբ լեցվի եւ ժողովրդային բնակարաններու ծնունդ դվինք եւ մոտավորապես եթե հաշվենք հատկապես մի քանին գիրիգա շենքը, որ 100 ընտանիք կրցանք դեղավորել, նորսիս շենքը ուր դարձյալ 100-120 ընտանիք դեղավորվեցավ, ջամարանի ամբողջ շրջապատը նոր շենքեր կառուցանեցինք։ Հալեբի բոլոր համայնքներու մեջ մեծակույնտիվը մենք կներկայացնեինք։ Հայ ժողովուրդը կներկայացներ։ Բայց գալվածներու իմաստով ամենեն աղքատն էինք։ Ճշմարտության եւ պատմության համար բարձրապես ասենք հաջող եկեղեցիներ նախ կառուցվեցան, երբ որ իրենց բնակարանները շատ ամբաջույջ, համեստ, հազիվ երթիկ մներ, որուն տակը գաբրեին, բայց իրենց եկեղեցիները եւ մանավանդ դպրոցները կառուցին։ Հին պատկերներ կան արխիվադամ մեջ, ուր կնկարագրե եւ կներկայացնե փոքրիկ երեխաներ դպիկներու մեջ իրենց տասակիրքով նստած հայերեն կսորվին, հայոց լեզու կսորվին, հայոց պատմություն կսորվին, հայ հավատքը կսորվին, քրիստոնեական հավատքով գլեցվին։ Ուսուցիչներուն, որոնք դժվարություն ունեին, բնակարան ունենալու, մենք բնակարան դվինք, հայ ուսուցչին, որ հայ մանկդույն ուսման կծրայեր։ Սուրիահայությունը Սուրիո մեջ ընդհանրապես, հատկապես Հալեբ քաղաքի մեջ, որ Սուրիահայության մայրաքաղաքն է, իր բոլոր կառույցներով, հարանվանական, միութենական, մշակութային, մարզական, գրթական ցանցերով այնքան ջոխ, այնքան լավ գազմագերբված էր, որ երբեմն ոչ քաղաքական նշանակությամբ կկործածեինք բեդության մեջ առանցին բեդություն մնայինք։ Մեր ներքին կանոնակություններով, ներքին թրվածքով, հարաբերություններով հստակ ուղենիշերով, ուղեցույցներով հիմնական նշանակություն ունեցավ Արամ Մանուկյան ժողովրդային տունը, Գետրոնը, որ վիլլաներ գոչված թաղամասի մեջ 180 գրեթե հայեր բնակին կառուցվեցավ երդասարտության համար, մշակութային միության համար, հոբենտմենին համար, մասնավոր բաժանմունքներով եւ իր ջաշասրահներով մեր թանկագին ժողովրդին համար դարձավ իսկապես ժամատրավայրը, ուր ամեն երեկո գարնային այդտեղ իրար դեսնել, իրարմով խանդավառվել, Սիմոն Վրացյան շենքը հատկացվեցավ, ու դեղական համասկայինը, հոմը, որ մենք գսիրենք այդտեղսել Սուրիայի օգնության խաչը, եւ մեր բոլոր մշակութային, մարզական, բարեսիրական միությունները հոն համախմբվեցան։ Երբ Հալեբի մասին խոսենք, չենք գնալ չանդրադառնալ հոմենտմենի բարդեզի մասին, որ դասնյակ դարիներու այն գեղեցիկ վայր է եղած է, ուր բադանիներ ամեն երեկո, հատկապես ամառները, ամեն երեկո հոն համախմբվեին, հոն լավ ժամանակ անցնեին, ասկային մտնորդին մեջ թրձվեին, որպես հայ բադանի, ապակային լավ հայ երդասարդ դառնալու համար։ Սուրիահայությունը անգախ զուտ նյութական տրամական արժողությամբ իր գորուստներ են
որոնք միլիոններով են եւ չեմ չափազանցել։ Վաճառականները, մեր բանվոր տասագարկը, կորձադեղիները, ֆաբրիկները հայերուն պատկանով, ասոնք մեծ մասամբ բջացան դժբախտաբար։ Եվ Սուրիա-հայության մեկ կարևոր բաժինը արդեն եթե ճուզեցին երգիրը լքել երթալ, կացին զովապ, ապահով վայրեր են որոշ իմաստով, լատակի առաջին հերթին, եւ թեպի Լիբանանի սահմանը Թարթուս, Բանիաս, Սաֆիտա, Մաշտալ-Հալուի գոմը 350 ընտանիք եւ ավելի ընտանիք ունենք այսօր։ Նորագազմ համայնք մնա։ Ոչ հող ունենք, ոչ եկեղեցի, ոչ կալված ունենք, բայց հայեր ունենք, գազմագերբել սկսանք նաեւ անոնց կյանքը։ Գուքամ երկու մեծ դեղերը, մեկը դա Հալեբն է։ Հալեբի մեջ ասկային առաջնորդարանը ռմբագործմանի ենթարկվեցավ։ Մի քանի վնասներ գրեցինք, շենքին որոշ բաժինները վնասվեցան։ Շրջամը հոն ապրեցանք, բայց բարտավորվեցանք ելել։ Այդ շենքի մեջ ասկին վերապերող արժեքավոր բաներ կային։ Դեղափոխեցինք։ Փորձեցինք սանոնք ավելի ապահով դեղեր տանենք։ Ունեինք արխիվներ, ունեինք ցերակիր, ունեինք թարերու ընթացքին եւ վերջին 100 տարվան ընթացքին մեր ասկային իշխանության կորձունեության բոլոր թղթածրարները զանոնք փոխադրեցինք, բայց շենքը եւ շենքի մեջ տակավին ունենք շատ մապաներ։ Սրբոց Կարասիս մանգած մայր եկեղեցին եւ անոր գողքին նախքին Սուրբ Աստվածածին, որ Զարահյան կանսադուն կգոչվի, ամբողջությամբ բարվեցինք։ Ուր ինչպես ըրինք շատ երկար է պատմությունը։ 3 ամիս ժամանակ արավ այս տակնավին գրիվներուն, փախումներու մեջ արցանակրել, նկարահանել, ցուցակագրել հadouk փաթեթներով փոխադրել այլ վայրերու մեջ։ Փաներալ կան, որ չես կռար դեղին շարժել։ Բարդավոր է սոնցկել։ Սրբոց Կարասիս մանգանց մայր եկեղեցին 1-2 վնասներ ունեցավ, հարված մզանկագադան գոմը ունեցավ։ Սուրբ Հակոբ Մադուրնիս բարեփոխտապար մասնավոր վնասը չունեցավ։ Մեծ վնասը, որ գրեցինք Հալեբի Սուրբ Գևորգ եկեղեցին է, հրոջարակ դարձավ։ Ներսը մոխրացան ամեն ինչ։ Երբ որ պատկերներ կտեսնեք, որոնք թրված են արդեն համացանցի վրա, ամբողջությամբ այրած եկեղեցի է։ Չենք գիտեր տակավին հետակային ինչ միտեն։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, որ նոր քյուրի մեջ կգտնվի, թե Սուրբ Գևորգը, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեցին տակավին կկործե։ Հագարագային իրողության, որ մի քանի ծանր հարվածներ ստացավ։ Շենքը որոշ վնասներ գրեց։ Աբագիներու մասին չեն խոսիր, չարտված թուրներու մասին չեն խոսիր, խոսենք շենքի մասին, բայց парք ամենակալին Աստծո պաշտպանությունը կա։ Եվ այդ եկեղեցին նոր քյուրի մեջ տակավին իր արաքելությունը, իր ծառայությունը, իր հոգևոր ծառայությունը կգադարի։ 1985 թվականին, երբ Կարեկին երկրորդ վիապար Հայրաբեդի Մեջդանին գիրքյու Հալեբ ժամանած էր, միասին կացինք դերսոր։ Եվ այնքան խանդավառվեցավ մեր ծրակիրով, ասավ դուք սկսեցեք կաթողիկոսրանը ցես առանցին չծկեր անպայմանորեն գոքն է։ Եվ ահավասիկ 1985 թվականին մայիսին մենք հիմնակարեցինք դերձորի գառուցման այս նվիրական հուշահամալիրին։ Վիապար եկավ եւ զնրացած կալեց մինչև դերձորի աթխլխլած մարդրան փագը քարթրին այն օրիկ մենք սկսանք կզակրություններու աշխատանքին նախապատրաստական աշխատանքներուն եւ 1991 թվականին օձումը կատարվեցավ եւ այդ օր արդարորեն պետք է ասել դերձորը ծաղկեցավ դերձորը լույս հատվեցավ գարցեք շուրջ 10-15,000 հայություն Սուրյո փոլոր շրջաններեն օտոբուսներով դերձոր ավակվեցան եւ Եփրատքեդը այնպես ինչպես վգատ արծած էր մեր նահատակներու խոշտանկման Եփրատքեդը որ ձովամույն ռաձեր իր մեջ արած էր մեր թանկագին գույսերը դեսավ թե ինչպես նահատակ ժողովուրդեն վերընծուղված այս հուշահամալիրը գուքար ողջ աշխարհին ասելու թե հայը գաբրի դակավին հայը կոյադվե դակավին եւ հայը դակավին իր արդար իրավունքները հետապնդելու ճանապարհին վրա է որ գտնվի 70-ամյա եւ դերս ավելի 75-ամյա
ձերունի գինմը մոդեցավ կարեկին վիապարին թևը սոտեց և ծերքին վրա ծույս տվավ ձեծված ինչքսեն այստեղ թատու եղած անումը, որ կրված էր թակուհի խեղծ գինը հայրեն չեր գիտեր և ըսավ վիապարին ահա ես և իմ զավակներս և թորներս գրեթե 30 հոգիով եկած էր մայրս այս նշանը դրավ որ ես գիտնամ որ կպատկանիմ հայության և ես այդ անունը թևիս վրա բայելով նաև սրդիս մեջ հայությունս բայեցի բայց զավակներս անշուշտ բնական էր որ պիտի իսլամանագին իրենց իսլամ հոր պատճառով լուր հասավ Հալեբ որ ճանապարհ գիշինվի պետությունը ճամփամը գիշինվի գիշինե և տրակտորները աշխատած բահուն գուդակված ոսկորներ ելած են երբ որ այս լուրը հասավ դարունակ կերպով այդ օրերուն Հալեբ կգտնվեր գուսակցական մեծ գործիչ ընկեր Մարուխյանը անպայման ուզեցինք անցամբ տեսնել և Մարուխյանին հետ կացինք դեսանք և մեր վզին բակ դրավ որ հոն ևս անպայմանորեն պետք է մեր նահատակներու շատագին կոդե մադուր մշինենք անաբադի մեջ ուղագի ուր անցորդները դեսնեն շրջապատ չուներ այդ անաբադի պլուրիմը վրա բզդիկ մադուր ուներ որ անցորդներուն գսեր հոս հայեր նահատակվեցան դերզորի եկեղեցին եթե նահատակած էր մարգադի մադուրը գոչվեցավ Սուրբ Հարություն և այդ մադուրը նույն իմաստ զորություն ունեցավ Սուրյո անաբադին մեջ անցորդներուն հիշեցուց թե հայեր նահատակված են այդտեղ մեր թարավոր թշնամին միշտ ամենտեղ ցավոք սրտի արթուն ինչպես Աստվածաշունչը գսե մռնչացող արույցի պես մեր թռներուն արջևն է պետք է քնանանք պետք է արթունը լանք ըսկաստը լանք եւ առանց հուսահատելու բայկարունակ հոգիով շարունակենք մեր երթը դերզորի ագանահարումը հատկապես մեծիդանը գիրիկյո գաթողիկոս նորին սուրբոզություն դեր արամ առաջին վիապարի նշանավոր հայդարարությամբ Հայաստանը սպիրտ խորհրդաժողովի ընթացքին թե Թուրքիան իրավապանական կետնի վրա թադիբիդի գանչվի մեր իրավունքները սկսելով ամենաբարձ բարերով ասած մեծիդանը գիրիկյո վդարանտի աթորին գետրոն սիս եւ սսո գաթողիկոսյան գաթողիկոսարանի գալվածներեն հազիվ այս հայդարարությունը եղած արդեն անոնք իրենց ոչրային նկարակիրը կորզաթրության դրին մինչև այդ օրը մենք Սուրյո մեջ ոչ մեկ եկեղեցի ոչ մեկ վնասված կունեինք նույնիսկ այն եկեղեցին Սուրբ Գևորգը Հալեբի բարակային չենք գիտեր որ ինչպիսի մութ ցերկեր այրեցին զայն այնպես ինչպես չենք գիտեր ես կսեմ չենք գիտեր հասկացողին 1000 բարև գսե ժողովուրդը ունենք դժվարություններ տնտեսական իմաստով սուրիական դակնաբի մեջ սուրիական թղթոսկին արժեզրկված է սղաճ գոյություն ունի ամեն տեսակ դժվարություններ գոյություն ունի մենք վերապացինք այն վճռագամությամբ որ չի գտնարել որ հայ դպրոցը հայոց ցեղասպանության 100-ամյակի սեմին փակված մնալ վերապացինք դպրոցները բոլոր վտանգները հանձնարարած ենք գագնկարենք որ մեր ժողովուրդը ինչպես միշտ զորավիկ էր զորավիկ եւ աչագից եւ օժանդակողը լա որ հայ դպրոցը բաց մնա հայ նոր սերունդը քիդագից եւ զարգացած կարողանա շարունակել մարդկության մեջ իր քոյերտը եւ Սուրիա հայությունը հայության մայր քաղուտը գարենա շնչել եւ իր ծառայությունը բերել ամբողջ մեր ժողովրդին Աստծո օրհնությունը կխնդրեմ բոլորին